Բարի լույս։ Սիրելիներ, լինում են դեպքեր, չէ, երբ առաջ են անցնում մարդիկ եւ դառնում են դատավորներ մեկը մյուսի համար։ Սկսում են քննադատել, մեղադրել, դատաստանի առջև կանգնացնել։ Թվում է, թե նորմալ է, որովհետեւ մեղքը հայտնի է, բայց միշտ չէ, որ մեղքերը հայտնի են։ Եվ արդյունքում հասկանում ենք, որ անգամ եթե դատավորի կարգավիճակ ենք ընդունել, դաթերի է եւ տկար է։ Անգամ պարզ ընտանեկան սեղանի շուրջ երբ հավաքվում ենք, երբեմն փորձում ենք քննադատել ինչ-որ մեկին, մեղադրել ինչ-որ հարցի շուրջ, որ վերածվում է բամբասանքի, հետո հասկանում ենք, որ այնուամենայնիվ պակաս է ինֆորմացիան, այնուամենայնիվ չենք կարող ամբողջական դատաստանի տանել, ուրեմն մարդուն տրված չէ դատաստան անել, միայն Աստծուն։ Եվ այս մասին Պողոս առաքյալը այսօրվա ընթերցման մեջ Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակից հետևյալ պատգամն է տալիս Տիմոթեոսին. Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են նախքան որևէ դատաստանի ենթարկվելը։ Մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։ Նույն ձևով եւ հայտնի են բարի գործերը եւ այն գործերը, որ հայտնի չեն, հագնված մնալ չեն կարող։ Ուրեմն կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի է եւ այսօր մենք տեսնում ենք, բայց եւ կան մարդիկ, որոնց մեղքերը մեզ տեսանելի չէ, բայց դա չի նշանակում, որ նա արդար է, այլ նշանակում է, որ դատաստանի օրը Աստծո առաջ բոլորի մեղքերն են ի հայտ գալու։ Ինչպես որ բարի գործերը, եթե մարդը բարի գործ է կատարում եւ հայտնի չէ, հագնված մնալ չի կարող, օրերից մի օր արտահայտվելու է։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշով պատկամում եմ հետևյալը. եկեք չշտապենք եւ դատավոր չդառնանք մեկս մյուսիս համար։ Փորձենք մեր աղոթքով, մեր քրիստոնեական կյանքով, համբերատարությամբ մնալ Տիրոջ դրված ճանապարհի վրա, մնալ հաստատուն այն սպասումով, որ մեր բոլորիս դատավորը Աստված է։ Եվ եթե մեր գործերը, մեր արարքներն ու խոսքերը, մեր մտածումներն ու մեր սիրտը Տիրոջ առջև է, Տերն ավելի լավ գիտի, թե ում երբ պիտի դատի եւ ինչու համար։ Եվ եթե ես առաջ ընթանամ, նշանակում է, որ Տիրոջ ֆունկցիաները դատավորի փորձում են վերցնել ինձ վրա։ Ինչը այլևս անհանդուրժելի է, որովհետև տկար դատավոր եմ լինելու։ Հետևաբար, սիրելիներս, այսօրվա պատգամս է աղոթել միմյանց համար։ Բոլորս մեկս մյուսիս համար աղոթենք, որպեսզի Տիրոջ դատաստանի օրը գլխիկոր չմնանք։ Չասենք, շտապում էինք մեկս դատելու մյուսից, բայց իմ դատն ավելի ծանր եղավ։ Հակառակ դրան, ասենք Տեր, տես, մեր մեղքերի մեջ, մեր տկարության մեջ, մեր սխալների մեջ մենք շարունակեցինք աղոթքով մնալ մեկս մյուսիս, որովհետև գիտեինք, որ բոլորս էլ մեղավորներ ենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։